ուզում ա խոսի։ Ես որպես հաճախորդ ես իմ ամբողջ կյանքը ներդրել եմ սպորտի մեջ, ներդրել եմ վարձով եմ ապրում այստեղ, ես Վարդենից եմ։ Եկել եմ այստեղ, զբաղվում եմ պրոֆեսիոնալ պաուրլիֆտինգով։ Հիմա մի անորոշ ժամանակով եկել փակել են 2 շաբթի օր առավոտյան եկել ենք որ մտնենք մեր սիլիակում, ես պրոստո ակում չի, Արազատներ ջան, ես իմ անդամներն են, ես ամեն առավոտ գալիս եմ մեր հաճախորդներին, դուռը բացում ամեն ինչ, ամեն սպասարկում, ջեմ ժպիտով սպասարկում, գալիս եմ առավոտյան ժամը 7-ին, մինչև ժամը 1-ը զբաղվում եմ սպորտով։ Հիմա որ փակել են, ես որտեղ գնամ, այսինքն պետք է հավելյալ գումար մուծեմ, ես իմ ընկերոջ խնդրեմ, ինձ որպես յուր տանեմ մի ուրիշ սպորտ զալ։ Բայց ինչի ասենք, ես որ մի չմուծեմ այդ իմ վեկալած փաթեթը ինձ գցելու են հարկային դաշ, չէ՞։ Հետո էլ ասեն պետքա տանես մուծես, բայց ինչի համար տանեմ մուծեմ, ես որտեղ չեմ աճապում։ Այսինքն դեռ ֆիզիկական վիճակը ենթադրում որ տուժում է, հա։ Հա, ինչ եմ անում, ցավը տանեմ։ Ես ամբողջ կյանքն ներդրել սպորտի մեջ զբաղվում եմ, ուզում եմ ազգի համար դրոշը ուրիշ երկրներում բարձրացնեմ, բայց չեմ կարողանում, այսինքն եկել փակել եմ, չի դառնում էլի, ասենց ինչ որ առանց զգուշացնելու գան 2 ժամ առաջ բռնեմ փակեմ, չի դառնում էլի։ Տեսեք, մի քանի օր այսպես ակտիվ համացանցում շրջանառվում են տեսակետը, որ շատ սպորտսմեններ, ովքեր հենց Ծառուկյանի դեպքից հաց են կերել, հա, կարիերա են ունեցել, առաջ են գնացել, այս դեպքում կարծես լռում են։ Դուք ինչ խոսք ունեք ձեր այդ սպորտսմեն ընկերների։ Ես այդ մեր սպորտսմեն ընկերների վրա ռելս եմ տեղադրել Instagram-ում, ես չգիտեմ ով ի ձևի մտածելակերպ ունի, արգելել։ Բայց չի կարելի էլի այդքան ես չեմ ուզում ինչ-որ մի անձած վիավորեն կամ չգիտեմ ճակերտավոր մարդկանց ինչ-որ մի հերուներից բանացեն, բայց չի կարելի մարդ ուղղակի այդքան ապեր ախտնել այս հարցում էլի։ Բոլորս էլ կերակ ենք, բոլորս էլ տեսնում ենք ինչ-որ սպորտսմեն թեկուզ չգիտեմ ինչ-որ մի չնչին բան անում մեծ ազգի համար, Գագիկ Ծառուկյանը ինչ նվիրատվություններ անում, ինչ ձևի, ինչ միջոցներով կանգնում սպորտսմենների կողքին։ Այդպես չի դառնում էլ ուղղակի մի բուռ ազգ կամ 70 տարեկան մարդուն դες բռնուժով կոպիտ ասած ազանք տապալում են գետնին գցում են սայթը մետի հարի չէ բարի Դուք անհավաչափ ուժի կիրառման մասին այսպես լավ պատկերացում կունենաք։ Հիմա եթե դուք ուզենաք կարող եք ինչ-որ մեկի նկատմամբ մի քանի հոգով էլ չէ, մենակով էլ չէ անհամաչափ ուժ կիրառել։ Տվյալ դեպքում մի քանի իրավապաններ այդ տարիքի մարդու նկատմամբ անհամաչափ ուժ են կիրառում։ Այդ մարդը սպորտսմեն է 70 տարեկան մարդ է, զբաղվում է սպորտով, ունի բազմաթիվ տրավմաներ, չի կարելի մարդուց ռեգալ է տանել մի անգամից կամ տանում է չետքան իրան։ Չէ, որ մտան այսպես կարծես թե գրոհի էին մտնում, հա, մի անգամից դարպասներից ներս մտան։ Ոնց որ կոնկրետ ֆիլմ էր էլի։ Կոնկրետ ֆիլմ, այսի չգիտեմ, ազնական վենդետա այդ ինչը, բայց թե աշխատողները, թե իստե հաճախորդները ինչ կապ ունեն դրա հետ։ Ասենք լավ մենք որպես հաճախորդ դելան գնացինք ուրիշ զալ պարապելու, բայց մեր ընկերների գործ է։ Բայց մարդիկ ինչ անեն։ Այսօր ներ չի Հայաստան լեփլեցուն այսպես զալերով կամ չգիտեմ, ամեն մի զալ չէ, ոսից պրոֆեսիոնալ զալ է։ Մարդիկ գալիս են այստեղ, գիտեք ինչքան տարեց կին, ինչքան տարեց մարդիկ են այստեղ գալի բուժվում։ Այս առողջական կենտրոնը, այս մեր տունն է դառել։ Առավոտյան որ եկան Սիրուն չես կան է կարամ, ասեմ ուղղակի շահ գոհ եմ պարոն, դժգոհ եմ պարոն Փաշինյանից, ես կան։